Հիմա մենք ինչ ենք ասում, ասում ենք կոնկրետ ընկերությունը իրան մասնագետապետ, այդ մասնագետին ինքը ֆինանսավորում է, մենք 50%-ի չափով, հա։ Այսինքն, բայց 10 եթե ամենաթոփ բուհերն են, չնայած այդ բուհեր ընդունվողները իրենց ցուցանիշներից եւ չափանիշներից ելնելով իրանք կրթաթոշակ պետք է ստանան, վճարվող կրթաթոշակին մենք որոշակի վճարվող ուսման վարձին մենք որոշակի ինչքան մասնավորն է մասնակցում, մենք այդքան ենք մասնակցում։ Մենք դրել ենք առավելագույն չափի սահման, որը ամեն ակադեմիական տարում 10 միլիոն դրամն է առավելագույնը։ Այդ չափով, բայց կարող են լինել դեպքեր, երբ որ ավելի պակաս է։ Այսինքն դա մաքսիմումն է։ Հիմա ես պարոն Պապիկյանը, քանի որ ուզում եմ հարց տա, ես տամ այդ հարցը։ Հիմա այս ուղղությամբ մենք տարկետում տալու ենք զինծառայությունից։ Պարոն վարչապետ, մեր մոտ արդեն գործում է 2018-ից տարկետման համակարգ, որով որ Շանհայի վարկանիշավորման համակարգի առաջին 50 բուհերում ուսանողներին տրամադրվում է եւ այս ընթացքում 18-ից ի վեր 380 հոգի օգտվել է այդ տարկետման համակարգից, նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է։ Իսկ քանիսն է ավարտել եւ քանիսն են 45-ը ավարտել են։ Քանիսն է վերադարձել։ Մենք այդ փորձել ենք ուսումնասիրել։ ուսումնասիրել։ Տեսեք, եթե 45-ն էլ չեն վերադարձել, այդ արտոնությունը մենք հանում ենք ուղղակի։ Ես առանց քննարկման։ Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել։ Ընդ որում տղաներ են թե աղջիկներ են, էական չի։ Այստեղ մենակ ծառայության մասին չի, որովհետև մենակ զինվորական ծառայության մասին չի։ Այսինքն, եթե պետությունը ջանք է գործադրել, հա? Հա, եթե պետությունը ջանք է գործադրել եւ եթե հիմա ավարտածների վիճակագրությունը տվեք։ Ես հասկանում եմ, էլի տենց մենք պետքա առաջատար բուհեր եւ այլն, վերադարձածների վիճակագրությունը կտակ, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինեն, մենք ուղղակի այդ արտոնությունը բան ենք անում։ Մենք կներեք այդքան ռեսուրս չունենք զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու։ Իրանք իրանց զարգացման համար ներդրում անելու ձևը կգտնեն։ Լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։